Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Նեեմիայի գիրք 10-րդ գլուխ ժողովուրդը գստորակրե համացայնակիրը։ Ահավասիկ գնքողները Ագաղիայի որդին Նեեմիա գարավարիչը եւ Սեթեգիա, Սարայա, Ազարիա, Երեմիա, Փասուր, Ամարիա, Մեխկիա, Քեդուս, Սապանիա, Մալուկ, Հարիմ, Մերամոտ, Աբթիա, Թանիել, Գանաթոն, Փարուկ, Մեսուղամ, Ափիա, Միամին, Մաազիա, Փեղկա ու Սեմայա, ասոնք քահանաներն էին։ Նաև ղևդացիները, Ազանիայի որդին Հեսու, Ենաթաթի որդիներեն Փանվի, Գաթմիել եւ անոնց եղբայրները Սապանիա, Օվթիա, Գովղիդա, Փաղայա, Անան, Միկա, Ռոհոբ, Ասապիա, Զաքուր, Սարապիա, Սափանիա, Օվթիա, Փանի ու Փանինու։ Ժողովրդին գլխավորները Փարոս, Փահատ Մովաբ, Եղամ, Զաթու, Փանի, Փունի, Ազգատ, Փեփայի, Աթոնիա, Փակվե, Աթին, Ադեր, Եզեգիա, Ազուր, Օվթիա, Հասում, Փեսեի, Արիփ, Անաթոֆթ, Նովփա, Մակպիաս, Մեսուղամ, Եզիր, Մասիզեփել, Սաթովք, Հաթվա, Փաղադիա, Անան, Անանիա, Օվսեե, Անանիա, Ասուփ, Ալոհես, Բիլա, Սոփեկ, Հրեյում, Ասափանա, Մաասիա, Աքիա, Անան, Օնան, Մալուկ, Հարիմ ու Փաանա։ Համացայնակիրը Մնացյալ ժողովուրդը քահանաները, ղևդացիները, թռնաբանները, երկողները, նաթանայիմները եւ բոլոր անոնք, որ երկիրներու ժողովուրդներեն զատված էին, Աստուծո օրենքին հետևելու համար իրենց գիները, որդիներն ու աղջիկները, այսինքն բոլոր անոնք, որ գրնային հասկանալ, իրենց երևելի եղբայրներուն թիգունք եղան եւ անեծկով երթում մրին, որ Աստուծո ծառային Մովսեսի միջոցով դրված Աստուծո օրենքի համաձայն ընտանան եւ մեր Տիրոջ Եհովայի բոլոր բادرիրանները, թադավճիրներն ու կանոնները բահեն եւ կործատրեն։ Նաև խոստացանք, որ մեր աղջիկները երկրին ժողովուրդներուն չդանք եւ անոնց աղջիկները մեր որդիներուն չառնենք։ Եթե երկրին ժողովուրդները շաբաթ օրը ծախելու համար ապրանք եւ ամեն տեսակ հացահատիկ բերեն, անոնց մեջ չառնենք շաբաթ օրը կամ սուրբ օրերը, իսկ 7-րդ տարին ներենք բոլոր բարտքերը։ Մեզի կանոն դրինք, որ ամեն տարի Սիգրին 1/3-ը դանք մեր Աստուծուն դան ծառայության, առաջադրության հացին, մշտադև հացի ընձահին, մշտադև ողջագեզին, շաբաթ օրերուն, ամսակլուխներուն, հանդիսավոր դոներուն, սուրբ բաներուն, Իսրայելի մեղքերու կավության բادرակներուն եւ մեր Աստուծուն դան ամբողջ գործին համար։ Փայդի մատուցումին համար քահանաներուն, ղևդացիներուն ու ժողովրդի մեջ վիճակ ցկեցինք, որ զայն ամեն տարի որոշված ադենները մեր Աստուծուն դունը դանինք նահաբեդություններուն համեմատ, Տիրոջ մեր Աստուծուն զոհասեղանին վրա վարելու համար, ինչպես օրենքի մեջ գրված է։ Նաև խոստացանք մեր քեդինին երախայրիկը եւ ամեն ծառի բոլոր բդուղներուն երախայրիկը Տիրոջ դունը դանիլ ամեն տարի։ Նաև մեր որդիներուն ու մեր անասուններուն անտրանիկները, ինչպես օրենքի մեջ գրված է։ Մեր արչարներուն եւ ոչխարներուն արչինեկներն ալ մեր Աստուծուն դունը դանիլ, մեր Աստուծուն դան մեջ ճաշտոն գդարող քահանաներուն։ Մեր խմորներուն երախայրիկը, մեր բարձրացնելիք ընձաները, այսինքն ամեն տեսակ ծառի բդուղը, քաղցուն ու յուղը պիտի դանին քահանաներուն մեր Աստուծուն դան սենյակներուն մեջ ու մեր քետնին արդատրության դասանորդը ղևդացիներուն։ Ղևդացիները մեր բոլոր հողամշակության քաղաքներու մեջ դասանորդներ պիտի առնեն։ Ահարոնի որդին քահանան ղևդացիներուն հետ պիտի ելա, երբ ղևդացիները դասանորդ առնեն։ Ղևդացիներն ալ դասանորդին դասանորդը պիտի դանին մեր Աստուծուն դունը կանցադան սենյակները։ Արդարև Իսրայելի որդիներն ու Ղևի որդիները ծորենին, քաղցուին եւ յուղին բարձրացնելիք ընձան այդ սենյակները պիտի դանին, ուր գտնվին սրբարանին արարգաններն ու ճաշտոն գդարող քահանաները, թռնաբանները եւ երկողները։ Այսպես մեր Աստուծուն դունը պիտի չլքենք։ Փառք քեզ Տեր Աստված մեր։ Ամեն։